Եկեք եսի Mercedes-ը, երեխեք ջան։ Հոպլա։ Գնացինք։ Ես սովետական միջան հրաշ գնա։ Գնում ես։ Քո ավտոն էսևը չի կոկում։ Գնացինք։ Տեղցավանցի միասնիկի զիլը կամակոր բնավորություն ունի, տեղին անտեղին հազալ փռշտալ, դե տարիքն էլ փոքր չէ, բացատրում է միասնիկն ու համոզում իր երկաթե նժույգին տեղից շարժվել։ Ու այսպես ոչ մի կերպ հանգստի չանցնող զիլը դեռ մի քանի անգամ էլ կփռշտա, կհազա մինչև որ… Արևը դեռ չբացված, տեղցավանի ամենաճարտարախոս ու կատակասեր մարդը գյուղի դաշտերում է։ Միասնիկը միայն աշխատասեր ու կատակասեր մարդ չէ, որ ասի, ծիծաղացնի ու անցնի։ Մեկ-մեկ էլ խորը փիլիսոփայական մտքեր է արտահայտում, որ դժվար են կպչում նրա մի քիչ առաջ արած հումորին, տեղին, տեղանքին ու նրա մշտապես ծիծաղկոտ հայացքին։ Դե ինչ հազար անգամ է լսել միասնիկը առանց գյուղացու քաղաքացին ուղակի չի կարող գոյատևել։ Ով պիտի հաց աճեցնի, միրգ ու բանջարեղեն, միս կատնամթեր։ Բայց մյուս կողմից էլ գիտի, որ առանց քաղաքի, առանց քաղաքացու էլ գյուղն ու գյուղացին լիարժեք չեն կարող ապրել ու առաջ գնալ։ Եթե քաղաքացին մեզ նասկի սարոջկա մայքա չդա, մենք չենք կարող էստի դգլոր մնավոր իրանց համար գատում ածում վերք վարիք ստեղծել։ Բայց ոնց որ դարազան դրկա գյուղացի մեջ մի քիչ հետը բլանանում էլի։ Ես մեկն է Google-ը խնամուս տունը։ Լայն ժպտում է աչ ու ձախ առատորեն բարևներ բաժանում ու այնպես է ստացվում, որ ուզած չուզած իր ժպիտն ու բարձր տրամադրությունն էլ փոխանցում է մյուսներին։ Ես է մեր Արմենը։ Առաջ խորհրդային տարիներին Տեղցավանի դաշտերում ասեղ գցելու տեղ չկար, հիշում է։ Ասում է երկնքի աստղերին հաշիվ կար, իրենց գյուղի բերքին ոչ։ Սովետական միջան ժամանակ այս այգիները, եսի լրև։ Որ դանից դուս էր գալի, ոնց որ հնդկական գինոների մեջ եղներ, ասենք դարբեր գույների, ահռելի գդորներով ծաղիկները, ասենք կելասներ, նրենիներ, տեղծներ, սալորներ, դարբեր գույներ ու մեծ քանակությամբ հեկտարները։ Այն հիմա որ գնում ենք այգին, իմ այգին, այնով մի 10-12 տարի առաջ մենակ ես էի, իմ այգին էր։ Հիմա արդեն այգին շատացել են, այդ լավ է, ուրախալի է, էլի։ Խոսքը նաև ձիթապտղի այգիների մասին է։ Միասնիկն ուղիղ 12 տարի առաջ ձիթապտղի այգի հիմնեց Տեղցավանում։ Առաջինն էր, որ ավանդական տնկիների փոխարեն որոշեց աճեցնել բարձրարժեք այս կուլտուրան։ Հեկտարից ավելի այգուծառերն արդեն 10 եւ ավելի տարեկան են ընդ որում առաջին մեծաքանակ բերքը ձիթենին տալիս է տնկելուց միայն 9 տարի անց։ Ստացվում է, որ տարիներ շարունակ առանց բերք ստանալու առանց եկամտի միայն ներդրումներ է արել, չարչարվել, հետո ավելի ստույգ 9 տարի անց միայն բերք ստացել։ Մի ժամանակ գյուղում շատերը զարմանքով էին նայում միասնիկին։ Մարդիկ չէին հասկանում, թե ոնց կարելի է մի մշակաբույս ցանել, որի արդյունքը պետք է տեսնես միայն 9 տարի հետո։ Այդքան սպասել, այդքան համբերել շատերի համար անհասկանալի էր, նույնիսկ մի քիչ խենթություն էր թվում։ Բայց միասնիկը ուրիշ տեսակ մտածողություն ուներ։ Ինքը հավատում էր իր արած գործին, հավատում իր հողին, իր ձեռքի աշխատանքին ու ամենակարևորը ինքն իրեն։ Բացի այդ նախկին փորձն էլ կար, թե իրենց թե կողքի Բագրատաշեն ու Պտղավան գյուղերում հին խորհրդային տարիներին ձիթենու այգիներ տնկվեցին, պահածոյացման արտադրամաս կառուցվեց, որը մեծ օգուտ էր բերում պետական տնտեսություններին, այնքան որ գյուղերից մեկը նույնիսկ Զեյթուն կոչվեց։ Հələ դրերքը մեծ մաս ասում են, արա կարող է այդ վերքի չօգտվես, չհասցնես, հələ որտես հələ ինը հասցրել եմ, հələ մի քիչ է դենն են կնալու։ Ձիթենու հսկայական այգին, որը միակը չէ, մշակում է միայնակ, որդիները գյուղում չեն ապրում, իրեն էլ արդեն մի քանի տարի ստիպում են թողնել ամեն ինչ ու հանգիստ տերություն վայելել։ Դե պատանի չէ արդեն 70 անց, բայց միայնակ ամեն ինչից էլ գլուխ է հանում։ Արդեն մի քանի օր է բաժակափորեր է անում ու միաժամանակ մտածում բերքի իրացման մասին։ Ամեն տարի իր այգու բերքի քանակն ավելանում է, եթե առաջ համեստ քանակ էր ու տեղում կիլոգրամ իրացնում էր, հիմա բացի այն, որ արդեն շատերի այգիներն են բերքատվության տակ, իր այգու բերքն էլ մի քանի տոննա է կազմում ու իրացման հարցը լուրջ է։ Հեռուստատեսությամբ լսել է, որ Հայաստանում ձիթապտղի գործարան է բացվել, ունքն էլ ներկրվում է Եվրոպայից, ինչ պակաս Եվրոպա է Տեղցավանը, իր ամեն տարի շատացող ձիթապտղի այգիներով մնում է, իրենց տեղն իմանան ու գան տանեն, ասում է։ Եթե Աստված դեսպան լավ եղավ, մի 10 տոննա բերք կունենամ։ Կան դերգանգներն էլ, գյուղացուն դերգանգները, ասենք ես չեմ գարա, ասենք, սենց ոչ մեկն չի գարա։ Դրսից ներմուծելուն հոյագապ բերքա, հոյագապ
կան օգտվեն համիրանք, համ մեզ լավ կերնի, համ իրանց կերնի։ Ինքը համոզված է, որ մեր հողում աճածը ոչնչով չի զիջում եվրոպականին, ավելին շատ դեպքերում մարդիկ հենց տեղականն ավելի են հավանում, որովհետև համն ուրիշ է։ Ես բան չանեմ, ասենք տեղան այգին, ասենք ձեր միջոցով է ծրվեց, մարդիկ զբաղվեցին, ստացվեց, իմ մոտ ստացվել, իրանք արել, ստացվել է։ Էնդով քիչ էր, ասենք, դեղում իրացումը գնում էր, ասենք, հերթագրում են մարդիկ։ Էսի շատ համով է։ Շադանում է, բերքը շադացել, այգիները շադացա, իրացումը արդեն պրոբլեմ է, էլի։ Դեմ ասենք մի 100 կիլո չերնել, 200 կիլո չերնելու, ասենք, հա, դա արդեն շադանում, ասենք, մենակիմը չի, մյուսներն էլ է շադանում։ Իսկ նման արդեն դրել են ահագին, դուս է գալ, էլի։ Դենակ իմ Աստված ինչ կդա, գարզեմ գլսեմ մեր ձայնը, էլի։ Գնթառաչեն ինչ որտեղ։ Ահա այստեղ է առաջանում պետություն գյուղացի ֆերմեր տարանջատումը, Միասնիկը հսկայական այգին հիմնել է առանց պետությանը որևէ նեղություն պատճառելու, ոռոգման ջուր է գնել, տնկիներ մշակել, փորել, փխրեցրել ու հիմա է, որ պետությունը պետք է աջակցի։ Ինչու ասենք պետությունը մրցույթ չի հայտարարում պետական դրամաշնորհի, որպեսզի որևէ ձեռներեց հենց այս տարածքում նման մի արտադրամաս հիմնի։ Նախ դա երիտասարդների համար աշխատատեղ կապահովի, երկրորդ դեռևս շատ դատարկ հողամասերում, որոնք նախկինում այգիներ են եղել, ձիթապտղի նոր այգիներ կհիմնվեն։ Երրորդ արտադրանքը արտահանելու խնդիր չի ունենալ, քանի որ առաջին տասնամյակում կհասցնի բավարարել միայն մեր երկրի պահանջը։ Չէ որ թե իրեն, թե մյուսներին բեր կարարելը հեշտ չի տրվել։ Տարիների աշխատանք, հազար ու մի խնդիր հաղթահարած ճանապարհ, երբեմն հիասթափություն, ամեն ինչ վերացնելու, երբեմն նորից սկսելու ուժ։ Ինչքան էլ հույնը կամ իսպանացին զարգացած մշակույթ ունենան ձիթապտղի մեջ, իր նման հոգի դրած, իր նման չարչարված դժվար թե լինեն։ Հələ ստարներն նայեք, եսի հրաշք է, էլի պրոստո։ Մարդիկ ասում են, ես ինչ կեմ, Իսպանիա, Հունաստան, ձիթապտուղ, մեր Հայաստան ձիթապտուղը вообще ուրիշ է, համն ու հոդն էլ ուրիշ, մեր արևն էլ ուրիշ, այս այգի մշակողն էլ ուրիշ։ Արդեն 70-ն անց է, արդեն դժվարանում է, բացի դրանից էլ առողջական խնդիրներ ունի։ Շատերը գուցե պարզապես ձեռքերը թայփ կտային ու ամեն ինչ կթողնեին, բայց Միասնիկը հեշտ հանձնվողներից չէ, ոչ բարձր ճնշումը, ոչ սրտխփոցներն իրեն չեն ստիպի տանը անգործ նստել, ուղղակի բացառված է, ասում է։ Եթե դες նայես դու վախենաս դժվարություններից, 1-2 է դառնալու։ Պրոստո պիտի հաղթարես ու լուծես։ Պիտի կամքի ուժ ունենաս։ Կամքի ուժ ունենաս, պրոստո հաղթարել է պետք։ Դժվարությունը պիտի հաղթարես։ Առաջացած հարցերը, խնդիրները պիտի լուծես։ Քո ուժերի սահմանում, եթե չէ դիմես հարևանի, բարեկամի, վերջնական լուծումը պիտի անես։ Պիտի անես։ Իսկ եթե ոնց ասեմ, մի քիչ կարող է չստաց, եթե կոտրվես, այդ արդեն կորար։ Չէ։ Չեմ ընդունում։ Ոնց ասեմ։ Ասենք, բաղջում պամիդոր ես դրե։ Սազիլ դրիր, նորա չէ, մշակում ես, հասնում է գալիս, երբ որ բերքը կարմրում է, հա, բերքը լավ ուրխանում ես։ Մենք էլ ենք դες մարդ արարած այդ ծևի է։ Հələ ծնվում է երեխեք, ամուսնանում ես, երեխա պարտես, դբրոց։ Գալիս է պահը ամուսնացնում ես թորնիկները, արդեն եթե մեր բերքում վարիկ են։ Մենք այդ պահին ենք ուրախանում, բայց արդեն հասակներս են չելի։ Էս է իր ուրախությունն է, ու ամենամեծ ուրախությունն է, էլի, որ իմանում ես ինչի համար ապրեցիր։ Թե չէ, անեցի։ Հա, այո, անիմաստ է։ Պիտի գնաս ինչի համար ես ապրե։ Ես մի քիչ կյանքին բաց աչքով եմ նայում, էլի։ Չեմ ընկճվում։ Եթե ասենք մտածի բավոր չհասցնե, բավոր չեղնի, հետո ես այգին չեր եղնի։ Հիմա համ այգին գա, համ ես կամ։ Արդեն համատեղել է, էլի։ Եթե երեխեքի մնա ինձ կրգնագի թոշակի գուղարգեն վաղուց։ Բայց եթե մերը չի։ Ես մեր գյուղում գիտեք եփ եմ երևում։ Անձերև ժամանակ կամ թե չէ իրիգունները, եթե հարմար ստացվեց, հա, թե չէ։ Չէ։ Իմ գյուղամեջը իմ այգին է։ Աղջիկերքը բան են անում, չէ։ Մակիաժ են անում, չէ։ Ես էլ այս իմ բաժակափորն եմ մակիաժ անում, նայ։ Սիրունացնում եմ, էլի։ Հա, ոնց։ Ճիշտ է, այս տարի նույնիսկ Տավուշի համար անսովոր ձյունառատ ու ցրտաշունչ տարի է եղել, բայց բարեբախտաբար ջերմություն սիրող ձիթենիները չեն վնասվել։ Մնում է մինչև բերքահավաքը եղանակը բարեհաջող գտնվի, իսկ բերքահավաքից հետո էլ գնորդներ գտնվեն։ Ու այստեղ ոլորտը կարգավորող ու հաճախ գյուղացու կանչ-խնդրանքներին խուլ ձևացող պաշտոնյաներին չլսելու պարիսպը փորձում է հաղթահարել մեր օգնությամբ։ Էսա բերքայ, դնում ես։
Այս տերևների դագին այ։ Հա։ Ահա։ Երբ Էստյան։ հավաքը։ Բերքավակը սեպտեմբերի վերջ։ Հələ կարող է մարդիկ չգիտեն, ինչ կան գիտեմ որ մեր Հայաստանում արդեն էս կա, այս ցիթաբուդուղը կա, այգիները կան։ Դրսից ներգրելուն խնդրեմ արդեն քո շեմին է էլի։ Կոպիտ ասեմ, ես տարածենք մի 10 տոննա ես հավաքեմ, ես այդ 10 տոննա ոչ կարամ կես կիլանոց 500 գրանց բանկա լցնե։ Ոչ այդ կամ ոչ կա գարամ լցնե, այդ անհնարին բան է, չեղնելու բան է։ Դրա համար պատերժկա է պետք էլի։ Ուժա պետք։ Ուժա պետք, поддержка. Просто այս տարի ենա դուք կընթառաջեք մեր ձայնը գասնի ձեր միջոցով, բայց ելի ենք բանանելու որ մեր պատկամարմինները, մեր ղեկավարությունը գիտենա որ նոյեմբերն շրջանում Բագրադաշեն տեղցավանում էսեւի այգիներ կա։ Ոչ թե գնան Իսպանիայից ես գիտեմ Հունաստանից բերեն արդեն մեր բնական, մեր տեղականը, մեր հայկականը օգտագործեն էլի, համ գյուղացուն լավ գեղնի, համ մեր գործարարներին լավ գեղնի։ Դու գործարար մարդիկ իրանց եկամուտ ստանան, գյուղացին իրանք ստանան էլի։ Բերքահավաքին դեռ ժամանակ կա մնում է կառավարությունն ականջալու լինի ու Տավուշի այս ցածրադիր գոտու գյուղացիների աշխատանքը ջուրը չլցվի։ Գյուղատնտեսական բերքի լճացումից խուսափելու համար այնինչ էկոնոմիկայի նախարարությունը պիտի աներ պետական միջոցներ ծախսելով խրախուսեր բազմայնացմանը Տավուշի գյուղացիներն արդեն արել են առանց պետությունից որևէ բան ակնկալելու։ Հիմա ժամանակն է որ տե լինեն ու հատկապես այս գոտու համար ոչ այնքան ծախսատար այս ծառերի մշակությունը խթանեն, ասում է Միասնիկն ու բռնում տան ճանապարհը։ Ես հապտուն լսում եմ ու բոկ, որ ճաշը տակել է, պատրաստել է, հարևանեն ասում են, խե վազեցիր, ինչ մարդս եկավ, արդեն պետք է ճաշը պատրաստել է, չէ։ Գեղեցկուհի Նատալյան վաղուց արդեն հայերենին տիրապետում է այնքան լավ, որ երբ խոսում է շատերը նույնիսկ չեն էլ կասկածում, որ օտարազգի է։ Լեզուն սովորել է սիրով, համբերությամբ ու հիմա արդեն ազատ շփվում է բոլորի հետ գյուղում իրեն լրիվ յուրային զգալով։ Մեծ սիրով յուրացրել է նաև հայկական խոհանոցը, հատկապես այն ավանդական ու մի քիչ մոռացված ուտեստները, որոնք ամեն տանը չէ որ կգտնես։ Ամուսնուն էլ հենց այդպես է երես տալիս համեղ ուտեստներով, ջերմությամբ ու հոգատարությամբ։ Իրա ուզած ճաշերը, ինչ ուզում է, սարկում եմ, երեշտով փիլաֆը, բարդադիր, ես պիտի հունցեմ, բացեմ, տանին փուրը պորվեմ, սոխարածը ու բանով, առաջվա ճաշերը, կդրածաբուրը, թաթար բուրագի, ես իշկեմ, ինչ որ պերանը բացում է, ես սպասու դոլմա, ինչ ուզում է, էներ սարկում եմ։ Մեր խմորեղեն ասենք երեշտաբանը Ռուսաստան չեմ սարքե ճաշերը, բայց հայ ձեռք ջուր չի օգտագործում, ծվով։ Մի բան ալու, ես խաբար բզիկներն է գա, նայում եմ իջից։ Նայում եմ, այդ բորտերուն ձենը գալիս է, արդեն տաշտեց դուս եկե, վсё, ես պոկ տունոր, բաբին ճաշը տակել է, վсё, ինքը նստի ու դե որ էլի գնա գործի։ Եդե ֆոկուս է տապում, միտոմ հնազանդ է, էլի։ Հնազանդ չլիներ հարյուրավոր կիլոմետրեր չեր կտրի ու հասնի Դեղցավան։ Ոչ հարսանիք, ոչ բան, բայց կարևորը հիշողության ու ձևի համար հարս ու փեսայի շորով նկարվել են։ Հարսանիք չեն ունեցել, բայց պսակի շորով նկարվել է։ Բանը ինչ է, պատենտ էր էլի։ Ենը բայց շորերն էր հալալ էր էլի։ Երկու դահա աղջիկ ու դահա Վրաստանն է ունեցանք, մի բուջուրն էլ ստե է ծնվել, Ռուսաստանն է ծնվել, բայց Հայաստան պերինք։ Փարկացու, դժգոհ չենք։ Գլխավորը գիտեք ինչ, երեխեքս ողջ առողջ են, կայացած են, առաջնահերթ։ Դա իմ ամենամեծ ուրախությունն է։ Թորնիկներս լավն են, 9 թորնիկ։ 5 տղա, 4 աղջիկ։ Մեկը 22 տարեկան, բուջուրս 2 տարեկան։ Պրոստը պիտի աստու դվածով կողանաս, փարկացու։ Ինչքան հասցրել ենք, արել ենք։ Հիմա ինչքան գարանք, այնքան կօգտվենք։ Միասնիկն ու Նատալյան մեր YouTube-յան ալիքի շնորհիվ հայտնի են դարձել։ Դա առիթ է դարձել, որ նաև տարբեր տեղերից գան ու տեսանյութեր պատրաստեն իրենց մասին ու հիմա ուր էլ գնում են, ճանաչված են։ Գնացել ենք բան անալիզներ նայրի կենտրոնն ենք, անալիզներ ենք տալու, արդեն վիրահատելու են ոդը։ Հերթի մեջ նստած ենք, մեկը հարսու մարդու գին ու մերնու բանը, 4 հոգով է։ Ասա մամա հալասավ տեսնայի, այս մարդուն նայի։ Երեք իրան նայենք ասում։ Տելևիզոր։ Երեք իրան նայենք։ Երկու դեպք հիվանդանոցում եղավ դենց։
Անի ինչ որտեղ լավել է էլի։ Դուք եք ասում ասանքա։ Ինչ որտեղ լավել է էլի, ասենք հիմա ժամանակ գալիս է լրիվ անցողիկ ենք էլի։ Կարելի է բախ կարող գրգնեն բանանեն միտեղ երիտասարդը բան նայ ասում դե ժամանակ էս մարդիկ են էլի։ Ինչ որտեղ մնում է էլի։ Հայտնի ու սիրված ամուսինները բնականաբար շոյվում են տեսնելով իրենց հանդեպ սիրո ու հոգատարության դրսևորում ինչպես գյուղում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Դա անշուշտ հաճելի է, բայց ամենաշատը նրանք երազում են հանգիստ ու խաղաղ ծերություն վայելելու մասին, իրար հետ իրենց առօրյա գործերով, բայց երջանիկ օրերով։ Միշտ մեր երազանքն է ես միշտ ասել եմ, էլի գասեմ, ես կրկնել միշտ ասում ենք բա որ ասում եմ մեր երեխեքի ծերի զենքը թող ժանգրոդվի չօգտագործեն ու ամեն մի դան դղամարդ էլի եմ ասելի գասեմ երբ որ դուն է գալիս իր գունը հոգնած գիտե որ յանդանը սպասող գան ես հմնում եւ հոգնածությունը մոռանում է Թող բոլորն իրենց տանը Նատալիայի նման իրենց սպասող ունենան, ասում է Միասնիկ Պապը, լրացնելով, որ կյանքում ամենակարևորը հենց դա է։ Եվ իսկապես, երբ կա մեկը, ով միշտ սպասում է քեզ սիրով ու հոգատարությամբ, կյանքը դառնում է ամբողջական ու հիասքանչ։ Մենք էլ հրաժեշտ ենք տալիս այս հրաշքամուսիններին, հույս ունենալով, որ գուցե ինչ-որ կերպ հասանելի լինի Միասնիկի պահանջը պետական պաշտոնյաներին։ Չէ՞ որ մեր ալիքում գյուղացիների կողմից իրենց հասցեին գովասանքի խոսք նկատելուց հետո իրենց համար կարևոր այդ հատվածները պաշտոնյաներն ակտիվ տարածում են սոցիալական ցանցերում, ուրեմն թող տեր լինեն նաև խնդիրներին։ Մենք էլ խոստանում ենք գովաբանական տեսանյութ պատրաստել խնդիրը լուծելուց հետո։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահի երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։